Իսկ դուք դիտել եք Netflix-ի հայտնի Squid Game, Իգրավ կալմարը սերիալը։ Եթե նույնիսկ չեք դիտել ամբողջական սերիալը, ապա հաստատ Instagram-ում կամ Facebook-ում, TikTok-ում տեսել եք հատվածներ այդ սերիալից եւ շատ լավ ճանաչում եք այս հերոսներին, այս զգեստները եւ գիտեք այս երգը։ 2024 թվականին Instagram-ում ու TikTok-ում հայտնվեցին այս լուսանկարները։ Ուշադիր նայեք դրանց։ Այս կադրը սերիալից է։ Իսկ սա իրական լուսանկար է, որ արվել է 1980-ական թվականներին Հարավային Կորեայում։ Այս լուսանկարում դուք տեսնում եք մարդկանց խումբ, որ կրում է միանման կապույտ սպորտային համազգեստ։ Տպավորություն է, որ այս մարդիկ հավաքված են բանակի կամ ճամբարի նման ինչ-որ մի տեղ եւ պատրաստվում են մասնակցել խաղի կամ որևէ մրցության։ Այս լուսանկարների տարածվելուց հետո մարդիկ շոկի մեջ էին։ Արդյոք Netflix-ի բում արած սերիալը ոչ թե սցենարիստների երևակայության արդյունքն է, այլ իրական դեպքերի հիման վրա է նկարահանված։ Եվ ամենակարևորը, ովքեր են այս մարդիկ, որ պատկերված են լուսանկարում։ 40 տարի անց բացահայտվել է գաղտնիք, որն իմանալուց հետո դուք բոլորովին այլ աչքով կնայեք ձեր սիրած սերիալը։ Կարևոր հայտարարություն գտել եմ ընտիր հարմար տարբերակ, որի միջոցով դուք ապրելով Լոս Անջելեսում, Եվրոպայում, Սփյուռքում որևէ տեղ կարող եք տուն գնել Հայաստանում։ Ամերիա բանկը ձեզ տրամադրում է վարկ Հայաստանում ու դրա համար բոլորովին պարտադիր չի, որպեսզի դուք եկամուտ ունենաք Հայաստանում, կարող է բավարար լինել արտասահմանում ձեր ունեցած եկամուտը։ Գլխացավանք չկա, որովհետև նախ եւ առաջ Հայաստան գնալ պետք չէ, ամեն ինչ արվում է հեռավորության վրա։ Բոլոր կարևոր հարցերի պատասխանները ես իմացել եմ։ Ինչպես համոզված լինել, որ վաճառողը, կառուցապատողը վստահելի է։ Բանկը իր կողմից իրականացվում է առավելագույնը հանրապետության լավագույն կառուցապատողների հետ համագործակցելու համար, ովքեր իրենց ոլորտում ունեն բարի համբավ, փորձ եւ ճանաչում։ Երկրորդ, ինչպես վստահ լինել, որ գումարային գործարքը, թղթաբանությունը ամեն ինչ նորմալ է կազմակերպվելու եւ իրականացվելու։ Բանկը իրականացվում է վարկավորման ամբողջ գործընթացը դիմելու պահից սկսած մինչև գումարի փաստացի տրամադրումը, ուստի նվազեցված են բոլոր հնարավոր ռիսկերը պայմանագրային ցանկացած փուլի հետ կապված։ Ինչպես համոզված լինել, որ տունը, որ ընտրվում է, իսկապես լավն է, որովհետեւ այսպես ասած փակ աչքերով ընտրություն ոչ ոք չի ուզում անել։ Շատ լավ, եթե հաճախորդը դեռ չի ընտրել բնակարան կամ դեռ չի կողմնորոշել ինչ գույք գնել, կարող է այցելել մեր myhome.am կայքը, որտեղ ցուցադրված են բոլոր բնակարանները եւ բնակելի տները մեզ հետ համագործակցող կառուցապատողների կողմից, ինչպես նաեւ արդեն պատրաստի բնակարաններ երկրորդային շուկայից, որոնք ցուցադրվում են նույնպես մեզ հետ համագործակցող բրոկերային կազմակերպությունների կողմից։ Իսկ եթե myhome-ում ցուցադրվածից բացի մեր հաճախորդները ընտրեն այլ գույք, խնդիր չէ, հոգ չէ, մենք կարող ենք նույնպես այդ գործընթացը իրականացնել առանց myhome-ում ցուցադրված լինելու։ Թողնում եմ վիդեոյի նկարագրության մեջ լինքերը, նաև կարող եք սկանավորել այս QR կոդը, եթե ուզում եք լրացնել դիմումը կամ դիմել վարկի համար։ Եվ այսպես, այս լուսանկարը արվել է 1986 թվականին Հարավային Կորեայում, եղբայրական տուն, Brothers Home կոչվող կառույցում։ Սա, այսպես ասած, մի տուն էր, որը նախատեսված էր անօթևան երեխաների եւ մեծահասակների համար։ Բայց որպեսզի հասկանաք, թե իրականում ինչու էր այս կառույցը ստեղծվել, պետք է մի փոքր իմանալ պատմությունը։ 1950-ական թվականներին Հարավային Կորեան ուշքի էր գալիս պատերազմից։ Սա հենց այն ժամանակաշրջանն էր, երբ պատերազմից հետո Կորեան բաժանվել էր երկու մասերի՝ հյուսիսային եւ հարավային։ Պատերազմից հետո Հարավային Կորեայում բազմաթիվ մեծահասակներ եւ երեխաներ մնացել էին անօթևան փողոցներում։ Եվ պետությունը իր առաջ դնում է մի կարևոր նպատակ՝ մաքրել քաղաքների փողոցները անօթևան երեխաներից եւ մեծահասակներից, ու այդ նպատակով որոշում է ստեղծել այսպես ասած ճամբար, որը կոչվում է Brothers Home, եղբայրական տուն, եւ այնտեղ պետք է տեղափոխվեին այն բոլոր մեծահասակները եւ երեխաները, ովքեր մնացել էին դրսում։ Այս ծրագիրը պետությունը իրականացնում է տարիներ շարունակ, բայց հատկապես 80-ական թվականներին այս խնդիրը ավելի կարևոր ու օրհասական է դառնում։
Ինչու՞, որովհետև 1988 թվականին Սեուլում պետք է անցկացվեին օլիմպիական խաղերը։ Բոլորս գիտենք, թե ինչ հզոր եւ մեծամասշտաբ իրադարձություն է դա։ Իսկ դրանից 2 տարի առաջ, 1986 թվականին, Հարավային Կորեայում պետք է անցկացվեին նաև ասիական խաղերը, որը Կորեայի համար օլիմպիական խաղերին համարյա հավասար իրադարձություն էր։ Եվ հենց այդ ժամանակ պետության համար առավել քան կարևոր է դառնում եղբայրական տուն կոչվածը եւ առավել կարևոր է դառնում քաղաքի փողոցներից հավաքել բոլոր անօթևաններին եւ պատրաստվել հյուրեր դիմավորելու։ Իսկ հիմա նայեք այս լուսանկարները։ Այս կադրերը ձեզ ոչինչ չեն հիշեցնում։ Այս կադրերը, այս տարածքը եղբայրական տան Brothers Home-ի տարածքն է, որը մեկին մեկ նման է Netflix-ի բում արած Squid Game Իգրա в կալմարը սերիալի լոկացիաներին։ Բայց ամենաշոկայինը պարզվում է այս լուսանկարների հրապարակվելուց հետո։ Տեսնում եք այս մարդկանց։ Այս մարդիկ Իգրա в կալմարի հերոսներն են իրական կյանքում։ Հենց այն ժամանակ, երբ աշխարհը, ես, դուք, բոլորս կլանված նայում ենք Netflix-ի հայտի սերիալը, այս մարդիկ որոշեցին խախտել 40 տարվա լռությունը ու բացահայտեցին գաղտնիք, որը շոկի մեջ գցեց ամբողջ աշխարհը։ Սա ես եմ 5 տարեկանում։ Ես այնքան երջանիկ էի այդ ժամանակ մայրիկիս հետ։ Բայց այս տղամարդու մանկության բարի հիշողությունները այսքանով ավարտվեցին։ 1982 թվականին նա ընդամենը 14 տարեկան էր, երբ դպրոցից տուն վերադառնալիս տղային կանգնեցնում է ոստիկանը, բացում է նրա պայուսակը եւ պայուսակի մեջ գտնում է հացի կտոր։ Ոստիկանը ամեն գնով համոզում է տղային, որպեսզի նա խոստովանի, որ գողացել է հացի կտորը։ Տղան բացատրում է, որ հացը չի գողացել, այն պարզապես իր պայուսակի մեջ մնացել է դպրոցական ընդմիջումից հետո։ Ու այդ ժամանակ տեղի է ունենում ամենաանսպասելին։ Ոստիկանը նախ ֆիզիկական բռնության է ենթարկում երեխային, իսկ հետո հանում է նրա տաբատը եւ սեփական կրակայրիչով սկսում է այրել նրա սեռական օրգանները։ Երեխան հասկանում է, որ այս տանջանքներին վերջ տալու միակ ճանապարհը ոստիկանի հետ համաձայնվելն է։ Երեխան կրկնում է բառ առ բառ այն, ինչ ուզում էր լսել ոստիկանը, որ ինքը իրականում գողացել է հացի կտորը։ Խոստովանությունից ընդամենը մի քանի րոպե հետո երեխային եւ ոստիկանին մոտենում է Brothers Home-ի եղբայրական տան ավտոբուսը, ու երեխան բռնի ուժով տեղափոխվում է անօթևանների ճամբար։ Աբսուրդային ու անիրական մի պատմություն։ Երեխան ոչ անօթևան էր եւ ոչ էլ հանցագործ։ Օրը ցերեկով ոստիկանի միջնորդությամբ երեխան բարի բուն իմաստով առևանգվում է քաղաքի փողոցից։ Անունով ինչ էր կատարվում։ Բանն այն է, որ անունով ու պաշտոնապես եղբայրական տունը այո ստեղծվել էր նրա համար, որպեսզի այնտեղ օթևան գտնեն անօթևան մարդիկ, փողոցում մնացած մարդիկ։ Բայց այստեղ կար մի հետաքրքիր նյուանս։ Եղբայրական տունը պետությունից էր ստանում ֆինանսավորում, եւ որքան մեծ քանակի անօթևան մարդիկ լինեին եղբայրական տանը, այնքան ավելի մեծ գումար այդ եղբայրական տան տնօրենը կկարողանար կորզել պետությունից։ Եվ Brothers Home-ում հավաքված անօթևանների թիվը զգալիորեն մեծացնելու համար եղբայրական տան տնօրենը գտնում է հետաքրքիր ճանապարհը, համագործակցելով իր հանցակիցների հետ, որոնց թվում ակնհայտ նաև ոստիկաններն էին, նրանք սկսում են բարի բուն իմաստով քաղաքի փողոցներից ուղակի գողանալ երեխաների, ովքեր անօթևան չէին, ովքեր ունեին ընտանիքներ եւ ծնողներ։ Հետո միայն պարզ է դառնալու, որ եղբայրական տան պատերի ներսում հայտնված երեխաներից ու առհասարակ մեծահասակներից միայն 10%-ն է եղել իրական անօթևան։ Մնացածը եղել են մարդիկ, ովքեր ուղղակի օրը ցերեկով առևանգվել են։ Տեսնում եք այս 9 մարդկանց։ Սա այն մարդիկ են, ովքեր ողջ են մնացել իրական դաժան այս խաղերի արդյունքում։
Այս 9 մարդու պատմությունը իրար նման են։ Նրանց բոլորի մղձավանջը սկսվել է մանկության տարիքում։ Այս տղամարդը եղել է ընդամենը 10 տարեկան, երբ կայարանում պատահաբար մոլորվել է ու կորցրել է իր մայրիկին։ Մոտեցել է ոստիկանին, օգնություն է խնդրել, բայց ոստիկանը օգնելու փոխարեն նրան ուղղակի տեղափոխել է եղբայրական տուն։ Այս կնոջ պատմությունը ևս սկսվել է այն ժամանակ, երբ նա եղել է ընդամենը 10 տարեկան։ Կայարանում իր եղբորը սպասելիս աղջկան մոտեցել է ոստիկանական համազգեստով տղամարդ եւ խոստացել է նրան տանել եղբոր մոտ։ Արդյունքում նույն պատմությունը։ Աղջիկը օրը ցերեկով առևանգվել է ոստիկանի ձեռքով եւ հայտնվել է եղբայրական տանը։ Ու նրանց բոլորի 9 մարդու պատմությունները նման են իրար։ Մղձավանջը սկսվել է նույն սցենարով։ Իսկ ինչ է եղել, երբ այդ երեխաներին տեղափոխել են եղբայրական տուն։ Երեխաները պատմում են, որ անմիջապես եղբայրական տուն հասնելուց հետո նրանց դիմավորել են պահակները հսկայական փայտերով։ Երեխաներին սկզբում դաժան ծեծի են ենթարկել, որից հետո սափրել են նրանց գլուխները, նրանց հագցրել են միանման սպորտային համազգեստներ, իսկ հետո ուշադրություն։ Անունների փոխարեն նրանց տվել են իդենտիֆիկացնող համարներ, որով պետք է տարբերեին երեխաներին ճամբարում։ Հիշում եք, չէ՞, որ սերիալում ևս հերոսները ունեին ոչ թե անուններ, այլ իդենտիֆիկացնող համարներ, բայց գլխավոր ապացույցը, որ դաժան սերիալային խաղերը եղել են իրական, դեռ առջևում է։ Ինչպես մենք կարող ենք դա մոռանալ։ Մենք դա չենք մոռանա մինչև մահ։ Եղբայրական տանը երեխաներին վերահսկողության տակ պահելու համար ամեն ինչ արված էր ճիշտ այնպես, ինչպես բանակում։ Վերկացը առավոտ կանուխ էր լուսաբացից առաջ։ Երեխաները ունեին ընդամենը 5 րոպե անկողինը հավաքելու համար, իսկ հետո մարզանք։ Բոլոր նրանք, ովքեր հրաժարվում էին անել հրամանները կամ մի փոքր աննշան հետ էին ընկնում, պատժվում էին։ Ընդ որում խիստ պատժվում էր կոնկրետ երեխան, բայց մնացածը ևս կրում էին պատժի չափաբաժին։ Երեխաներին եղբայրական տանը տանջում էին ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև սովամահ էին անում բառի բուն իմաստով։ Հետագայում միայն պարզվում է, որ եղբայրական տան տնօրենը պետությունից ստանում էր 3000 մարդու սնունդ գնելու գումար, բայց իրականում բոլոր տարիների ընթացքում գնվել է սնունդ միայն 2000 մարդու համար։ Մնացած 1000 մարդու սնունդի գումարը եղբայրական տան տնօրենը պարզապես դրել է իր գրպանը։ Սովամահ ու ֆիզիկապես տանջված երեխաների մնացած ամբողջ օրը անցել է ծանր աշխատանքի հետևում։ Պարզ է դարձել, որ եղբայրական տան տարածքում իրականում գործել են բազմաթիվ գործարաններ, որոնց համար երեխաները օր ու գիշեր ծանր աշխատանք են իրականացրել։ Հրաժարվել նրանք չէին կարող, որովհետև սա կյանքի ու ծանր, խիստ պատժի հարց էր։ Եղբայրական տան տնօրենը բառի բուն իմաստով վաճառում էր անչափահաս երեխաների աշխատուժը ամբողջ գումարը դնելով իր գրպանը։ Եվ այն բոլոր երեխաները, ովքեր չէին կատարում աշխատանքը, հրաժարվում էին կամ հետ էին մնում, պարզապես անհետ կորում էին, իսկ ավելի կոնկրետ պատժվում էին, նրանց կյանքին վերջ էր տրվում եւ նրանք հողարկավորվում էին հենց եղբայրական տան տարածքում։ Նրանցից ոչ մեկի ծնողը, բարեկամը այլևս այդպես էլ նրանց չէր գտնում։ Բայց գիշերները մղձավանջը չէր ավարտվում։ Այս 9 հերոսները հիշում ու պատմում են, որ ամեն գիշեր եղբայրական տան տարածքում տեղի էին ունենում երեխաների նկատմամբ սեռական բռնություններ, թե աղջիկների եւ թե տղաների։ Ես չգիտեմ ինչպես եմ կենթանի մնացել։ Մի րոպե։ Բայց գիտեք ինչն էր ամենասարսափելին, որ եղբայրական տանը ամեն ինչ արվում էր այնպես, որ դահիճ դառնան այն մարդիկ, ովքեր ժամանակին իրենք են եղել զոհեր։ Բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Երեխաները, ովքեր տարիներ շարունակ անցկացրել էին արդեն եղբայրական տանը եւ անցել էին բոլոր սարսափելի տանջանքների ու դաժանությունների միջով, հենց իրենք հետագայում, այսպես ասած, պաշտոնի բարձրացում էին ստանում, դառնում էին հրամանատարներ կամ պահակներ, ու նրանց ստիպում էին, որպեսզի նրանք նույն տանջանքների եւ պատիժների ենթարկեն երեխաներին,
որոնց միջով իրենք են ժամանակին անցել։ Ու հիմա հասկանալի է, որ հոգեկան ծանր ապրումների ու խանգարումների կենտրոնում հայտնվում էին երկու կողմի երեխաներն էլ, թե նրանք, ովքեր զոհի կարգավիճակում էին, եւ թե նրանք, ովքեր արդեն դահիճի դերում էին, որովհետեւ չանել պատիժները անհնար էր, այստեղ նրանք խաչ էին քաշում սեփական անվտանգության ու կյանքի վրա, բայց անել դիմացինի հետ այն, ինչ ժամանակին իրենց հետ էին արել, հասկանալի է, որ ծանր հոգեբանական փորձություն էր։ Okay, ընդունում եմ, որ սա սարսափելի ու դաժան պատմություն է, բայց հիմա հաստատ ձեզնից շատերի մոտ հարց է առաջանում. լավ, այս պատմությունը ամեն դեպքում ինչ կապ ունի Netflix-ի հայտնի սերիալի հետ։ Դե հասկացանք, նախ այս լուսանկարներից ակնհայտ երևում է հագուստների ընդհանրությունը։ Ինչպես սերիալի հերոսները կրում են միանման սպորտային համազգեստ, այնպես էլ իրական կյանքում եղբայրական տան երեխաները բոլորը կրում էին միանման սպորտային համազգեստ։ Կարծում եմ, սա դժվար թե լինի համընկնում։ Երկրորդ, իհարկե, տարածքների ակնհայտ նմանությունն է։ Իգրավ կալմարը սերիալը առաջին իսկ սերիաներից գրավել էր մարդկանց մի կարևոր բանով։ Այն կոլորիտային, տարբերվող եւ արտասովոր լոկացիաներով, դեկորներով, տարածքներով, որոնք նման չէին ուրիշ ոչ մի սերիալի դեկորների եւ լոկացիաների, որտեղից էր եկել այդ միտքը։ Արդյոք դա միայն դիզայների եւ նկարչի երևակայության արդյունքն էր։ Այդպես կարելի էր մտածել մինչև այն պահը, երբ հայտնվեցին այս իրական լուսանկարները, իրական եղբայրական տան տարածքի, որը գործել է 1980-ական թվականներին Հարավային Կորեայում, եւ ակնհայտ երևում է, որ սերիալի լոկացիաները մեկին մեկ կրկնում են իրական տարածքը, որտեղ գոյություն է ունեցել եղբայրական տունը, Brothers Home-ը։ Եվ երրորդ ու ամենակարևոր ապացույցը՝ սյուժեն խաղերի։ Եթե հայտնի Netflix-ի սերիալում հերոսները ներգրավում են անդառնալի ելքով խաղերի մեջ, ապա իրական կյանքում եղբայրական տանը երեխաներին պատիժը, տանջանքը, դաժանությունները ներկայացվում էին խաղի տեսքով, որպեսզի նրանք գիտակցեն ու հասկանան, որ դա բնականon խաղի մի մաս է, բնականon կյանքի մի մաս է։ Երեխաներին դարձրել էին բառի բուն իմաստով խաղալիք եւ խաղում էին անդառնալի, սարսափելի ելքով խաղեր։ Այս ողջ մնացած երեխաներից շատերը, ովքեր հիմա արդեն մեծ մարդիկ են, պատմում են օրինակ, որ եղբայրական տանը կար մի այսպիսի խաղ։ Պահակները եւ հրամանատարները այնքան էին հարվածում երեխաների ձախ աչքին, մինչեւ որ երեխաների աչքը լցվում էր ամբողջությամբ արյունով եւ կապտում էր։ Մեկ այլ խաղի տեսակ էր օրինակ այն խաղի տեսակը, որի ժամանակ պահակները ու հրամանատարները երեխաներին գլխի վայր կախում էին եւ նրանք պարտավոր էին այդ գլխի վայր կախված վիճակով մնալ մինչեւ գիշերը ժամը 1-ը։ Խաղի նպատակն այն էր, որ երեխաների դեմքերը պետք է այտուցվեին եւ ինչ էր տեղի ունենում արդյունքում։ Արյան հակառակ հոսքից շատ երեխաներ ուղակի կորցնում էին գիտակցությունը, որոշ երեխաներ կապտում էին, այտուցվում էին, իսկ որոշները ուղակի ընկնում էին գետնին, ստանալով ծանր կոտրվածքներ։ Եվ դա ուղղակի ուրախացնում էր մարդկանց։ Այսինքն դա ոչ թե պատժի տարբերակ էր, այլ այդպես պարզապես եղբայրական տանը խաղում էին երեխաների հետ։ Երբ լսում ես այս պատմությունները, իսկապես սարսափում ու փշաքաղում ես, որովհետև հասկանում ես, որ եթե ժամանակին այնինչ տեսնում էիր ուղակի Netflix-ի սերիալում, քեզ թվում էր, որ դա հորինված է, սցենարիստներն են ուղակի հորինել եւ գրել եւ դա հետաքրքիր է նայել էկրանից, ապա հիմա գիտակցում ես, որ հենց այս իրական մարդիկ ապրել են այդ սարսափի մեջ։ Ու հիմա շատերիդ մոտ հարց է առաջացել. լավ, ինչ է եղել հետո։ Այս մարդիկ ողջ են մնացել, մեծացել են, բարձրաձայնել են իրենց պատմությունները, ով է պատժվել այս մարդկանց կորսված ճակատագրերի համար։ Դուք տեսնում եք հենց այն մարդկանց,
ովքեր մնացել են կոտրված ճակատագրերով։ Բայց ամենադաժանն այն է, որ այս մարդկանց կոտրած ճակատագրերի համար այդպես էլ ոչ ոք պատասխան չտվեց։ Եղբայրական տան տնօրենը ընդամենը 2.5 տարվա ազատազրկման է ենթարկվել։ Ու ամենազարմանալին եւ զավեշտալին այն է, որ բոլորովին ոչ երեխաների հետ կատարած դաժանությունների համար, այլ պարզապես գումարային ինչ-որ փոքր խաբեությունների համար։ 2.5 տարվա ազատազրկում ընդամենը հարյուրավոր երեխաների կոտրված ճակատագրերի դիմաց։ Իսկ հիմա 40 տարի անց, երբ այս երեխաները խիզախություն են գտել, խախտել լռությունը, պատմել իրենց պատմությունը, երբ ամբողջ աշխարհն է տեսել այդ սարսափը նաև պոպուլյար դարձած ու այսպիսի բում հանած սերիալի միջոցով, ամենադաժանն այն է, որ մարդիկ, ովքեր կարող են ու պետք է պատասխան տան, այլևս չկան, որովհետև եղբայրական տան տնօրենը վաղուց մահացած է եւ չկան մարդիկ, ումից այս հերոսները կոտրված ճակատագրերով կարող են պատասխան պահանջել։ Մինչև այսօր էլ սերիալի ստեղծողները կտրականապես ժխտում են այն, որ Netflix-ի բում արած սերիալը որևէ կապ ունի Հարավային Կորեայում 80-ական թվականներին տեղի ունեցած այս իրադարձությունների հետ։ Բայց փաստ է մի բան, մինչև ես, դուք եւ ամբողջ աշխարհը էկրաններից նայում է այս հայտնի ու պոպուլյար սերիալը եւ մտածում է, որ ամեն ինչ հորինված է, հենց այս մարդիկ նայում ու սերիալի միջոցով վերհիշում են այն, ինչի մասին վաղուց ուզում են մոռացած լինել։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Գրեք տեսնեմ, հավատում եք, որ Գրաֆ Կալմարը սերիալը նկարահանված է հենց այս իրական դեպքերի հիման վրա, թե սա միայն զուգադիպություն է եւ ոչ մի ընդհանուր բան չունի սերիալի հետ։ Եվ իհարկե, ես ունեմ ձեզ մեծագույն խնդրանք։ Միացեք իմ Patreon-ին եւ սկսեք աջակցել ինձ եւ իմ YouTube-ի ալիքին։ Սկանավորեք այս QR կոդը ձեր հեռախոսով կամ էլ սեղմեք վիդեոյի նկարագրության մեջ Patreon-ի կողքին դրված լինկին եւ ամսական փոքրիկ գումարով դարձեք YouTube-ի իմ ալիքի Patreon-ը։ Այդպես կկարողանաք աջակցել ինձ եւ օգնել, որպեսզի ես շատ ավելի հետաքրքիր վիդեոներ նկարահանեմ ձեզ համար։ Եվ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմելով subscribe կոճակը ու կոմենտներում լինել անպայման ակտիվ, պատասխանել իմ հարցին, գրել, եթե արդեն դարձել եք YouTube-ի իմ ալիքի Patreon-ը կամ ուղղակի բարևներ ուղարկել ինձ։